կան ուժեր, մնացել են ուժեր, որոնք անվերապահ ռուսական ազդեցության տակ են եւ անվերապահ սպասարկում են ռուսական շահը, դա հետիմ ասած 3 ռեսուրսային ընդդիմություն կոչված ուժերն են, որոնք Գագիկ Ծառուկյանը վերահաշվարկ տվել, չգիտեմ, այդ վերահաշվարկի արդյունքում ինքը կմտնի ազգային ժողովուրդ թե չէ, բայց այդ 3 ուժերն են, որոնք հիմնական ռեսուրսային ուժերն են անվերապահ ռուսական ազդեցության ներքո։ Եվ կա Փաշինյանական ուժը, որը ֆլյուգերային ես կրկնվում եմ, ֆլյուգերային քաղաքականություն ավարում։ Նա ամեն ինչի հետ համաձայն է ինչ-որ միջև ես ասացի, այսինքն ինքը հակահայ ուժ է իր էությամբ, բայց երբ որ Ռուսաստանի թուլացումը կա, նա սկսել է նույն սպասարկման գործունեությունը կատարել թուրք-ադրբեջանական կողմին եւ արևմտյան կողմին։ Այսինքն, բայց եթե հանկարծ իրավիճակ նորից փոխվի ինչ որ պատճառով, եւ Ռուսաստանը այստեղ ուժեղանա, նա խնդիր չունի, նա շուռա գալու եւ սկսի նույն ձևի սպասարկել ռուսական շահ, ոնց որ սպասարկել է մինչեւ 22 թվականի կեսերը։